Դուք կարծում եք, թե զոմբիները միայն ֆիլմերում են, բայց բնության մեջ գոյություն ունի մի սունկ, որն ընդունակ է տիրանալ ցանկացած միջատի մտքին ու մարմնին։ Սա կորդիցեպսն է։ Այն սկսվում է մի փոքրիկ սպորից, որն ընկնում է մրջյունի վրա։ Սունկը ներթափանցում է նրա օրգանիզմ եւ սկսում արձակել քիմիական նյութեր, որոնք անջատում են մրջյունի կամքը։ Զոմբիացված միջատը լքում է իր բնի անվտանգությունը եւ բարձրանում մի բույսի գագաթին, ուղիղ քամու դիմաց։ Այնտեղ մրջյունը մահացու կարճում է տերևից, իսկ սունկը սկսում է բառացիորեն աճել նրա գլխի միջից։ Երբ սունկը հասունանում է, այն պայթում է, տարածելով հազարավոր նոր սպորներ, որոնք վերևից ընկնում են ներքևում գտնվող մյուս մրջյունների վրա։ Ամենասարսափելի հարցը, որն այսօր տալիս են գիտնականները, արդյոք սա կարող է տեղի ունենալ մարդու հետ։ Կլիմայի փոփոխությունը ստիպում է սնկերին հարմարվել ավելի բարձր ջերմաստիճանների, ինչը նրանց մեկ քայլով մոտեցնում է մարդկային մարմնին։ Իսկ եթե մեր հաջորդ համաճարակը լինի ոչ թե վիրուս, այլ մի բան, որը կառավարում է մեր նյարդային համակարգը,